Իմ խոսքը 7 տարվա պատմությունն է, 7 տարվա, որ այս Նիկոլը թուրքացին է, ես կասկածել չունեմ, որ թուրքացին է, որտեղ թուրքի միջոցով եկել, դա չի նշանակում արյան փաթուրք, չէ։ Կարեկին դեմ է սիրուն խոսք ունի, ասում է ներքին թուրքը ավելի վտանգավոր է, քան արտաքին թուրքը, որտեղ դու արտաքին թուրքի հետ կարող ես պայքարես, կռիվ մղես, բայց ներքին թուրքի հետ չես կարող, որտեղ կողքի տնկերը կարող է ներքին թուրքն է։ Հիմա նույնն է սա, դուք տեսեք ինչ եղավ, Արցախը հանձնեցին, Հայաստանի տարածքը հանձնեցին, երեխաներին զոհեցին, 5000 զոհ տվեցին, անիմաստ տեղը, հիմա եկել են եկեղեցին, որ հավատքն է, 1700-ամյա մի հավատք, դու եկել ես, եթե ուզում ես այդ կործանես, ուրեմն պարզ է, նպատակդ որն է, նպատակը Հայաստանի վերացումը, թրքացումը և վերացնել Հայաստանի առաքելոց եկեղեցին, կաթողիկոսին, նստացնել մեկի, ինչ-որ մեկը, որ կարող եք, անի իրանցը, ոնց որ, ասենք, իշխանական թևերը, իշխանական նախարարը, արդարության նախարարությունը, չգիտեմ, բոլորը, այսօր 7 տարի ամենին հանեցին, անգամ սահմանադրական դատարանը փոխեցին, որպեսզի իրենց ապօրինի գործերը, ապօրինի ամբողջ այդ կառուցվածքը կարողանան ինչ անեն, թղթի ստորագրեն անցածներ։ Ժողովուրդը այստեղ չի կարող ոչինչ անել։ Որքան էլ որ պայքարի, պետք է ժողովուրդը միահամուռ 2 միլիոն ենք ասում, այդ 2 միլիոնից առնվազն 1 միլիոնը պետք է ոտի կանգնի, 1 միլիոնն ասի ոչ։ Բայց մենք դժբախտաբար տեսանք 2021 թվականին ինչքան կանգնեցին, ասեցին ոչ։ Հիմա սևացնում են ամենին, սուտ ու կեղծ լուրերով, սուտ ու կեղծ սարքված, այսօրվա դրության մեջ հեշտ է, շատ հանգիստ, այն տարբեր միջոցներով նկարեն, ձայները փոխեն, ամեն ինչն անեն, որպեսզի ասեն, որ տեսեք, այս մարդը օրինակ շպիոն է, դավաճան է, այս խոսքն ասել, այն խոսքն արել, կամ հայտարարել է, որ էսա մենք գնում ենք իշխանափոխություն։ Ամփոփելով, դուք ինչ խոսք ունեք մեկ նախադասությամբ Նիկոլ Փաշինյանի տեսակցություններով։ Նիկոլ Փաշինյանի, ես չեմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը մի հատ դրածո թուրք է, որ ես իսկապես չեմ ճանաչում։ Ոչ ճանաչում եմ վարչապետ, ոչ քվեարկել եմ իրեն, ոչ ձայնը, ընդհանրապես չեմ լսում։ Բարի փուն իմաստով չեմ բացում, տեսնում ինչա վնգստում։ Այն որ ինքն ասում է դատավորները վնգստում են, հիմա ինքն է վնգստում։ Բայց այդ էլ օրը բացվելու է։ Այսօր լույսը կբացվի, ամեն ինչը կընկնի իր տեղը, եթե նոր պարզ կդառնա ով է։ 7 տարի Նիկոլը չկարողացավ հոկտեմբերի 27-ը բացահայտի։ Մեկ էլ մարտի 1-ը, որ իր գլխավորությամբ է եղել։ Այն սպանությունները, զոհերը, բոլորը իր մեղքով է։ Ոչինչ չարեց։ Հիմա եկել է մեղքը կոտրում է Կաթողիկոսի վրա կամ Միքայել Աճապահյանի վրա ասում նստեց։